Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեծահաբի եթերում Մեծահարենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ բժիշկ, հասարակական գործիչ Գևորգ Գրիգորյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Գրիգորյան, մենք անընդհատ խոսում ենք այս տեղական եւ անընդհատ տևացող աղետների մասին եւ հիմա չենք կարող դրան նորից չանդրադառնալ, որովհետեւ վերջի շրջանում կարծես այս անպատժելիության մթնոլորտը այն աստիճան է հասել, որ իշխանությունը բացարձակապես չի թաքցնում, հա, որ իրանք ծեծող են, ջարդող են, մանդատ գողացող են, այսօր օրինակ Գյումրիում փորձել են համոզել այնպես անել, որ այդ մանդատը էլի իշխանության կողմը գնա, թեև իրենք հերքեցին։ Բայց այնուամենայնիվ այս անպատժելիությունը ուր է տանում։ Տանում այնտեղ, որտեղ որ մենք զգուշացնում ենք, որ տանելու է։ Դեռ տարիներ առաջ։ Հա, 2018 թվականից այդ մասին թե ես, թե իմ շատ ընկերները, թե այսօրվա անդիմությունը, թե շատ ու շատ տարբեր գործիչներ բարձրաձայնել են այդ մասին, շատ տարբեր անգամ, շատ տարբեր ձևաչափերով, սկսած ոլորտային քաղաքականությունների ձախողումից կամ ոչ պատշաճ իրականացումից, վերջացրած մեր հայրենիքի մասերի կորստով եւ այլն ասել են։ Սա էլ տեղի չի շարժվում։ Բոլորը ասել են։ Հիմա մեկ անգամ եւս է դրա մասին խոսելու իմաստը ո՞րն է։ Այսինքն կարելի է թաղապետը մարդ ծեծի եւ մնա աշխատանքի չազատենագործից ներողություն խնդրելով։ Տեսեք, եթե ինչ սովորական քաղաքացին կարող է փողոցում մարդ ծեծել։ Եթե սովորական քաղաքացին լրիվ հանդուրժում է այն, որ թաղապետը մարդ է ծեծում, դա նշանակում է, որ վաղ այսօր մյուս թաղապետն է անելու, հետո համատարած է դա դառնալու։ Ես արդեն թաղապետը մեղավոր չի, հարց լուծելու մեթոդ է դառնալու, ինչը էլի ինչ որ ժամանակ հնարավորություն կտա հարցը լուծել ծեծով, բայց ի վերջո մի գեղեցիկ օր մի հատ մարդ կորոշի, որ ծեծը քիչ է ու հակազդեցություն կտա, հասկանում եք, չէ՞, այսինքն դա ասենց ասեմ ինչ որ անցողիկ բան է, որը որ ասենց փուլերով գալիս է, այս ինչը ներվեց, այս ինչն է, այս ինչը ներվեց, այս ինչն է, հիմա այդ մի օր գալու է մի հատ ինչ որ պիկի հասնի, որից որ ահավոր ուժեղ ցունամիով հետ շպրտի այդ ամեն ինչը։ Դրան անդրադառնալը, դա մեկնաբանելը ամենաանշնորհակալ գործն է։ Ես սենց եմ գտնում, որ յուրաքանչյուր ռուսերեն է դա ավելի լավ հնչում, դա իմ խոսքերը չեն, դա շատ լուրջ անհամեմատ ավելի խելացի մարդիկ են ասում каждый народ заслуживает своего правителя։ Հիմա եթե մեր ժողովուրդը հանդուրժում է այդ ամեն ինչը, մենք ինչի պետք է դա մեկնաբանենք, եկեք անկեղծ խոսանք։ Եթե մեր ժողովուրդը հանդուրժում է, դա հանդուրժում է այս մյուսը հանդուրժում է մեր հայրենիքի փաստացի դե ֆակտո, այսպես ասած, գոյություն չունենալը։ Մենք ինչ պետք է անենք։ Դե շատ դեպքերում ժողովրդին մի քիչ մեղադրելու չի, Գիտեք, ես չեմ մեղադրում, անկեղծ, ես չեմ մեղադրում, տեսեք, կա անդիմադիր հայացքներով, կան անդիմադիր հայացքներով շատ մարդիկ, ընդ որում ավելի շատ, քան պրոիշխանական հայացքներով, սակայն այդ անդիմադիր հայացքներով մարդիկ իրականում հոգնել են, օքեյ, ինձ որ ասում եք, հիմա ես շարքային քաղաքացի եմ, իմ վրա օրինակը բերեմ, որպեսզի ոչ ոք չնեղվի։ Ես իմ աշխատանքը, իմ զբաղվածությունը, իմ գործունեությունը, իմ պրոյեկտները թողնում եմ ամեն անգամ դուրս եմ գալիս փողոց եւ օքեյ դուրս եկա, օքեյ քայլեցինք, օքեյ փողոցը փագեցինք, վերման ենթարկվեցինք, դա լուսաբանվեց, այդ ցիկլը կրկնվում է, չէ՞ լրագրողները ասին, օ ինչ է կատարվում, էս ինչ արեցին ցուցարարը, հետո արդյունքը ո՞րն է։ Պատկերացրեք, ես իմ մասնագիտականի վրա էլի օրինակը բերեմ, դուք գալիս եք բժիշկը սա հետազոտությունները անցկացնում է, դեղորայքը նշանակում է, չեք բուժվում, էլի գալիս եք բժիշկի, էլի սա հետազոտությունները նշանակում, անցկացնում է, դեղորայքը նշանակում է, էլի չի օգնում։ Քանի կրուգ այդ նույն բժիշկի մոտ կպտտվեք։ Այսինքն բժիշկին պետք է փոխել, չէ՞, այդ պարագայում շատ լավ, եթե բժիշկը ինքը ասենց մետաֆորիկ ասեմ, որ պատկերացնենք, էլի, թե բժիշկը ինքը այդքան էթիկա չունի, որ ասի, գիտես, եղբայր, ես քեզ չեմ կարողանում բուժել, դուք պետք է բժիշկին փոխեք ինքնուրույն, հասկանում եք, չէ՞։ Հիմա եթե այդ փողոցային ամեն ինչը կազմակերպողները
Չեն հասկանում, որ դա էֆեկտիվ մեթոդ չի, ամեն անգամ այդ մարդկանց գործից կտրել, բերել, աշխատավայրում խնդիրներ ստեղծել եւ այլն։ Եթե դա չեն հասկանում իրենք, ու մեղադրում եմ, որ մարդիկ դուրս չեն գալիս փողոց, այն խնդիր չի, եթե նույն սցենարով պետքա նույն բանը կրկնվի, ես էլ չեմ դուրս գալու փողոց, որտեղ ես անօգուտ աշխատանքի համար ռեսուրս չեմ ուզում ծախսեմ։ Իսկ փաստը ցույց է տվել, որ 2018-ից այս կողմ ինչը որ արվել է, հա, արվել է, փորձել ենք բոլորս ինչ որ չափով աջակցել ենք, օգնել ենք, ներկա ենք եղել, մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, ժողովուրդ անօգուտ է դա։ Գործիքակազմն է պետք փոխել, աշխատավոճն է պետք փոխել, ինչ որ մի բան պետքա փոխել, բայց ցավոք այդ բանը չի փոխվում եւ հետո հավելյալ անգամ, հերթական անգամ այդ ամեն ինչի մեջով անցնելը իրոք անիմաստ է։ Դա գիտեք, անհարգանք է այդ ժողովրդի նկատմամբ։ Հիմա օրինական դաշտ է մտել impeachment-ը, հա, անընդհատ գործառույթության մեջ են գցում, բայց մենք տեսանք, որ Հայաստան դաշինքը ինչ հայտարարությամբ հանդես եկավ, առանձին պատգամավորներ ինչպես են դրան վերաբերում, հատկապես իրենք ինչ են առաջ քաշում, հա, որ փողոց գեներացնելուց հետո մենք որոշենք ինչ անել։ Մտնել այդ գործընթացի մեջ, թե ոչ։ Այսինքն եթե փողոցը պետքա գեներացնի ես ու դու, օրինակ, չգիտեմ, ամեն բան մենք պիտի անենք, իրենք ընդհանրապես պիտի այդ impeachment-ի գործընթացը այդ ինչի համար են իրանք այնտեղ նստած։ Ես սենց ասեմ, առանց թիրախավորելու կոնկրետ անձանց, առանց թիրախավորելու քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ, սենց ասեմ, ես համ Հայաստան դաշինքում ունեմ շատ ընկերներ, շատ լավ ընկերներ, իրանց հատարողների մեջ ունեմ ընկերներ, համ ունեմ պատիվ ունեմ ի մեջ, ընդ որում պատիվ ունեմ ի մեջ, երևի մի քիչ ավելի շատ ունեմ, քան Հայաստան դաշինքի մեջ, բայց զերծ մնալով որևէ տեսակի թիրախավորումից, ես ասեմ հետեւյալը, ես այսպես եմ տեսնում, եթե ես պետքա փողոց գեներացնեմ, եթե ես այդ ռեսուրսը ունեմ, որ փողոց գեներացնեմ, եթե ես այդքան մարդ կարողանալու եմ հավաքեմ, իսկ ինչի սա պետք ինձ քաղաքական կուսակցությունը կամ ազգային ժողովը։ Եթե ես այդ փողոցը գեներացնում եմ օրինական պարտադրանքով, օրինակ, չգիտեմ, ասեմ պիտի հրաժարական տակ։ Ինձ պետք չի Հայաստան դաշինքի ստորագրությունը օրինակի համար, չէ՞, կամ պատիվ ունեմ ստորագրությունը։ Մեծամասնությունը քաղաքացիական պայմանագիրն է, եթե ես այդքան փողոց գեներացնեմ, ես կպարտադրեմ, որ իրանք ստորագրեն այդ impeachment-ի տակ։ Այսինքն, եթե ես պետք է այդ սաղանեմ, ինչի ենք մենք ընտրետ կուսակցություններին, ինչի ենք ընտրետ падգամավորներին, այսինքն այդ մարդկանց ենք, չէ՞, լիդեր տեսը այս կամ այն ոլորտում օրինակի համար նույն դաշնակցական մեր ընկերները, նույն այնտեղ падգամավորներ կան, որոնք որ քաղաքական կուսակցության հետ որևէ աֆիլիացիա չունեն, ասենք անհատ падգամավորներ են, ովքեր Հայաստան դաշինքում են, շուրջ ընտրել են, չէ՞, ձեզ ընտրել են ու թե պատիվ ունեմին, թե Հայաստան դաշինքին, այստեղ չեմ ուզում առանձնացնել, ընտրել են այն խոստումով, որ մարդիկ խոստացել են իշխանապողություն։ Եվ ասել են, մենք գնում ենք ազգային ժողով, որպեսզի Նիկոլին հեռացնենք։ Okay, հիմա փորձել եմ փողոց գեներացնել, չի ստացվել, չեմ մեղադրում, անկեղծ եմ ասում։ Քանի շարժում ա եղել այնտեղ դիմադրություն շարժումներ, հայրենիքի փրկության շարժումը մինչև ընտրությունները, դրանից հետո սրբազան պայքարներ, բոլոր падգամավորներին է տեսել ենք այդ բոլոր շարժումների ժամանակ, չեմ մեղադրում ոչ մեկին, անկեղծ եմ ասում, չեմ ուզում առհասարակ այդ մեղադրանքի դաշտ անցնեմ։ Անօգուտ է, չէ՞ ստացվել, ժողովուրդ։ Հիմա խնդիրը ի՞նչն է։ Եթե կա ինչ-որ գործիքակազմ, որը դեռևս չեք փորձել, ես որևէ պատճառաբանություն, որևէ տեսակի ինչ-որ արդարացում, իրոք որպես անհատ, որպես քաղաքացի չեմ տեսնում, որ կա, որ այս պատճառով չենք ուզում անենք։ Ինչա կորելու, եթե օրինակ impeachment-ի գործընթաց նախաձեռնվի։ Անկեղծ, ինչ են կորցնելու, ինչն է փոխվելու։ Դե ասում են մենք Նիկոլին ստացվում է, որ այդ չստացվելու դեպքում պահում ենք իշխանության։ Իսկ չանելու դեպքում չեք պահում, այսինքն սենց թե նենց այդ ամենավատը դիտարկենք։ Փորձում են, չի ստացվում։ Փորձեցին օրինակ impeachment, okay, չհավաքվեց, փողոց չգեներացվեց, падգամավորը չստորագրվեց, չգիտեմ, մեկի տատին վատացավ, կապ չունի։ Ինչ որ մի բան նենց չգնաց, չստացվեց։ Ինչն է փոխվում։ Այսինքն ամեն դեպքում մարդիկ պատրաստվելու են 26 թվին, չէ՞։ Հիմա եթե կարելի է միջանկյալ ինչ որ ճիգ տալ, ինչ որ ուժ գործադրել ու կոպիտ ասած падգամավորներից շատ բաներ չեն ուզում, թե պատիվ ունեմի, թե Հայաստան դաշինքի։
Ստորագրություն են ուզում, ստորագրություն են ուզում նրա մասին, ինչի մասին բոլոր падգամավորները անընդհատ խոսում են, որ մենք չենք վստահում այսինչ մարդուն։ Չեն ասում ստորագրեք ձեր տունը կտակեք մեզ, չեն ասում ստորագրեք վարկ վերցնենք ձեր անունով, ոչ մի տենց ստորագրություն չեն ուզում, ստորագրություն են ուզում առ այն, ինչը իրենք ասել են, ինչը իրենք ամենօրյա ռեժիմով ասում են ազգային ժողովում։ Ու եթե ազգային ժողովում ասում են այնտեղ, չգիտեմ, իշխանական падգամավորները մեծամասնություն են, կարողանում են թե ձայնի ճնշումով, թե գորգռոցով, թե որոշ դեպքերում նաև ծեծով կարողանում են լռեցնել ընդդիմադիր դաշտին կամ այդ թեման ցրեն գնա։ Այս պարագայում այդ մարդիկ իրանց ասացի տակ պետք է ստորագրել, որ մենք չենք վստահում այսինչ մարդուն։ Օրինակ Սեյրան Օհանյանը երեք հայտարարեց, որ Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի չգիտեմ ինչու, հայտարարեց, որ իրենց նախաձեռնությամբ տարածում գտավ այդ անվստահության գործընթացը եւ անլուրջ համարեց իրենց կողմից։ Ես ուզում եմ հասկանամ Սեյրան Օհանյանին օրինակ դուրա գալիս, որ Ալեն Սիմոնյանը իրան օրինակ ասում է վերընկի տեղը կամ ասենք գեներալ Մարտուն կարելի է այդպես տրորել անցնել։ Ես գեներալ Օհանյանի անունից չեմ ուզում որ ասեմ, բայց ոչ էլ ուզում եմ պարզաբանել դա, որտեղ դա իմ համար ստացվում է, որ իրեն դուր է գալիս։ Դա իմ համար շատ հաշվացել, որ 18 թվականին ինքը զարթոնք էր համարում այս հեղափոխությունը, ոգևորված էր, նկարներ էր հրապարակում։ Okay, սենց ասենք, անսխալական մարդ չի լինում։ Անսխալական մարդ չի լինում, շատ մարդիկ զարթոնք են համարել, ովքեր որ այսօր ընդդիմադիր դաշտում են, շատ մարդիկ փողոց են փակել, ովքեր որ երկու հիմնական ընդդիմադիր խմբակցությունների ակտիվում ներգրավված են, ասենք, տենց մարդիկ էլ կան, էլի, այդ բոլորին էլ տեսել ենք, շատ մարդու տեսել ենք հրապարակում այդ նկարներով եւ այլն։ Վերջում բարձվել է մենակ ես եմ եղել։ Ինչևից է, հիմա հարցը ի՞նչն է։ Տեսեք, ես չեմ ուզում մեկնաբանեմ գեներալ Օհանյանի նկատմամբ վերաբերմունքը, բայց նույն քանի որ իրեն մեջ բերեցիք, ասեմ, խի մոռացել ենք շիշ շպրտելը, քաշքշելը, մոռացել ենք, որ падգամավոր էր ընդդիմադիր, ով որ այստեղից գեներալին բռնել էր, մարդ էր բռնել, ով որ իր կյանքում երևի սկե իրանից 10 տարի փոքր երեխեքին այդտեղից չի կարողացել երբևիցե բռնել։ Բայց հիմա ստացվում է այնպես, որ ճիշտ են անում այդ մարդիկ, ասում են գնաց այդտեղից եւ այլն։ Հիմա սենց ասեմ, եթե այդ մարդկանց այս մթնոլորտը, այս աշխատավոճը ձեռա տալիս, օքեյ, ես դրա դեմ բան չունեմ։ Չէ, մենք ենք իրան մանրատվել, թող ասեն, որ ինձ ես արդարության կողմ բան ունեմ։ Թող այդ մարդիկ հայտարարեն, որ այո, մեզ սա ձեռա տալիս, ասեն մեզ այս ռուսերեն ասած ռասկլադը ձեռա տալիս, որ մենք ամենամեծ, չգիտեմ, խմբակցությունն ենք կամ ամենաուժեղ գեներալն ենք, բայց մեր համար ընդունելի է, որ օրինակ մեզ ասեն գնաց տեղից։ Թող ասեն, էլի եմ ասում, որ մենք 26 թվականին հասկանանք այդ մարդիկ, որ վաղը նորից տեխնացություն դնեն, օրինակ Հայաստան դաշինքից առանձին ինչ որ падգամավորներ խմբակցություն կազմեն եւ նորից 26-ին ընտրություն լինի։ Գոնե ես հասկանամ, որ եթե Սեյրան Օհանյանը կա այդ խմբակցության մեջ, չգնամ այդ խմբակցությանը ձայնը։ Տեսեք, ամբողջ կյանքը Նիկոլին վերարտադրելու համար էին փաստում։ Ամբողջ կյանքը ընտրությունն է։ Ցանկացած օրինակ դուք ինձ հրավիրել եք հարցազրույցի, ես ընտրություն ունեի։ Գայ թե չգայ, չէ՞։ Այդ այնց ընտրություններից բաղկացած է մեր ամբողջ կյանքը։ Մենք անընդհատ ընտրում ենք, խանութում սա առնենք, թե սա առնենք, այս մարդուն ընտրենք, թե այն մարդուն ընտրենք։ Հիմա գլոբալ առումով այսօր ազգային ժողովի падգամավորների արչև ընտրություն է փորձել օրինական գործիքակազմով, ինչ որ սահմանադրական ճանապարհով կատարել իրենց խոստումը, իսկ իրենք խոստացել են իշխանափոխություն, իրենք չեն խոստացել 5 տարի համերաշխ ազգային ժողով։ Հարց ու պատասխանի մասնակցել։ Ինձ այդ հարց ու պատասխանը բացարձակապես չի հետաքրքրում, թե որ ոլորտում ինչա կատարվում, որտեղ որ ոլորտում ինչա կատարվում, ոլորտի փորձագետները, ընդ որում շատերը անկուսակցական, ապաքաղաքական զուտ փորձագիտական 2018-19-ին ասել են, որ այս ինչն է կատարվելու այդ ոլորտում։ Ինձ ավելի հաճելի է լսեմ օրինակ գյուղատնտեսության փորձագետին, քան լսեմ ազգային ժողովի падգամավորին, ով որ մեկնաբանում է գյուղատնտեսության փորձագետին։ Պատկերացրեցինք, չէ՞։ Այսինքն այդ հարց ու պատասխանը լիովին իրան սպառել է, ինչքան էլ որ դա սուր կլինի, ինչքան էլ որ կանպատվեն, չգիտեմ, կգոռան, կբղավեն, այդ իրան սպառել է։ Հիմա կամ ընդ որում կներեք, ինչև այդ կամը
Ընդ որում հիշենք հետևյալը, որ շատ դեպքերում, շատ տարբեր շարժումների ժամանակ շատ սովորական քաղաքացիներ, ընդ որում ընդդիմություն ընտրած, պահանջել են, իմ դիմացն էլ ա եղել, որ պատգամավորներից պահանջել են ասել են մանդատները չեք դնում։ Մարդիկ ասել են դա պետք է մենք էս ենք անում, են անում։ Հիմա այդ մանդատի ուժը այսօրվա դերությամբ միակ ուժը, որը իրենք կարող են գործածել։ Դա այս process-ի մեջ է, որովհետև եթե իրանք գնում են, չգիտեմ, տարբեր տեսակի այցերի ու այնտեղ բարձրաձայնում են, որ մեր մոտ ժողովրդավարությունը շանորի է, ժողովուրդ, խնդրում եմ, դա անլուրջ է։ Դա ժողովրդավարությունը ավելի շանորի է դառնալու, եթե մենք սենց շարունակենք։ Ժողովրդավարությունը մեր մոտ կոպիտ ասած բացակայում է։ Երկակի ստանդարտներով բացակայում է, այսինքն դու ես դաշտի ներկայացուցիչ ես, քո համար կա ժողովրդավարություն, դու այն դաշտի ներկայացուցիչ ես, քո համար չկա ժողովրդավարություն։ Տենց է, մեր մոտ այսօր տենց է ու դրան ադապտացված ամբողջ երկիրը ապրում է։ Հիմա կամ մեր падգամավորները իրենցից եկած միակ գործառույթը, որը անհրաժեշտ է, այդ ստորագրություն դնելը, եթե իրանք տեխնացու չունեն նույնիսկ, ստորագրություն դնելը, կամ իրանք դնում են այս ստորագրությունը ու իրենք ապացուցում են, որ իրենք պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի իրենց տված խոստումը կատարեն, կամ իրենք չեն դնում այդ ստորագրությունը, ես չեմ ուզում ասեմ իրենք չդնելով ստորագրությունը վատն են, փիսն են, խխն են եւ այլն, բայց չդնելով ստորագրությունը շատ մարդ եզրակացություն է կազմելու, այսինքն ամեն մարդը իր մեջ վերալուծելու։ Այդ չդրած ստորագրությունը 1000 ու մի խոսակցության առիթ է տալու, չդրեց, որտեվ, չգիտեմ, ասենք մեկը կարող է ասի իշխանությունից փող էր ստացել, մյուսը կարող է ասի վախեցավ, երրորդը կարող է ասի ձեռք էր տալի իրան այս ամեն ինչը, ճնշում են գործադրել, չգիտեմ, օրերն էր սկսել, 1000 մի բան կարան ասեն այդ մեկնաբանության առումով, իմ համար դա էականապես բան չի, բայց այն որ ինձ որպես քաղաքացի ինձ համար անհասկանալի է, թե ինչի եղած հնարավորությունը չի օգտագործվում, դա փաստ է։ Իրոք, կամ պետքա բացատրեն։ Հստակ բացատրություն, որ հարգելի ընտրողներ, հարգելի ընդդիմադիր դաշտ, հարգելի ընկերներ, համախոհներ, նույնիսկ ընկերները, ովքեր որ Հայաստան դաշինքից են կամ Հայաստան դաշինքի համախոհն են։ Ինձ պետքա բացատրեն, ասեն, եղբայր, կամ նույնը պատիվ ունեմի, հիմա ոնց որ պատիվ ունեմը ստորագրությունը, օքեյ, ուրեմն պատիվ ունեմից չէ։ Որ վարչապետի տեխնացություն ունենք։ Բայց ստորագրեց։ Ինչևից է։ Ես որտեվ շատ տենց մանրակրկիտ չեմ հետևում ու տևական ժամանակ հարցազրույցներ չէի տվել, հիմա ոնց որ նոր էլի բացվում ենք։ Ուրեմն Հայաստան դաշինքի համախոհ, հետևորդ եւ այլն իմ ընկերները, ովքեր որ իմ հետ կապի մեջ են, ում հետ որ մենք բարբերաբար սրճում ենք, ովքեր որ ինձ զանգում են, հարցնում են ոնց է, այդ մարդիկ պետքա բացատրություն տան, խելամիտ բացատրություն, թե ինչի չենք ստորագրում իմպիչմենտի փաստաթղթի տակ։ Ես դեմ չեմ իրանք տեխնացուին թող առաջադրեն, ասեն էս ալնելու տեխնացուն սրա տակ ենք ստորագրում։ Ցավը տանեմ, խնդիր չկա բացարձակապես։ Անձերի մեջ չի բացարձակապես, դա օրինական հնարավորություն է իրականացնել իշխանափոխություն։ Այո։ Ու չիրականացնելու դեպքում ի՞նչն է փոխվելու։ Այդ եմ ուզում հարցնեմ։ Գործող կարգն է փոխվելու։ Ճնշումներն են ավելի ավելանալու падգամավորների վրա։ Падգամավորը այդ падգամը իր հետ տանողն է, մեզ որ ճնշում էին, ինձ իրեք տեղից գործից ազատել են քաղաքական հայացքի պատճառով։ Մեր падգամավորները մի քիչ չճնշվեն, որտեղ իրանք падգամավոր են։ Մի քիչ իրանք պետքա ճնշվեն, չէ՞։ Այդպես թե այնպես ճնշում են, էլի քպական։ Չէ, եթե ճնշումները ավելանալու են, տենց է, քաղաքականությունը տենց է, եթե ես հայտ ներկայացնեմ, մտնեմ ազգային ժողով, ես դրան պատրաստ եմ լինելու, որ ես ճնշվելու եմ, որ ես նեղվելու եմ, եթե ես Ալեն Սիմոնյանը ձեզ ասի վերընկեք ձեր տեղը, եթե շիշը չես կարանալու խփես Ալեն Սիմոնյանին եւ պատասխան, հա, պահանջես, այդ առումով 3 օրը 4-րդին մանդատը վայրկնես եւ կասես այս խուժանապետության գարաժում չեմ ուզում լինել, հա։ Եկեք հասկանանք, որ ոչ բոլորին է կարելի ասել վերընկի տեղը։ Ու շատերը ազգային ժողովում նստած թե իշխանականներից, թե ընդդիմադիրներից հոյակապ գիտեն, ում իրանք կարող են ասել վերընկի տեղը։ Դե փաստորեն գեներալ իսկ ում իրանք չեն կարող ասել վերընկի տեղը, որովհետև դա կունենա հետևանքներ։ Վերընկի տեղը, էլի։ Ինչևից է, դնենք մի կողմ դա։ Հարցը հետևյալն է։ Դրա պատասխանը այդպես է չենք ստացել, բայց ինչ որ ազգային ժողովի այսպես միջանցքներում լավ էլ ջան ու ջիգար են անում։
ես sense ասեմ շատ եմ նկարներ տեսել հրապարակած դրա մասին ստատուսներ կարդացել շատ եմ կարդացել ու տեսել կրկնեմ էլի չեմ մեղադրում դա ընտրություն է յուրաքանչյուր մարդ կլինի դա падգամավոր ինքը ունի երկընտրանք ինքը ունի ընտրություն ինքը ունի ընտրություն լինել սկզբունքային էս ինչ հարցերում ունի ընտրություն պահպանել հարաբերություն եւ դա պետքա ցույց տալ որ վաղվա ընտրությունների ժամանակ քաղաքացին գոնե այս անգամ չսխալվի քաղաքացին իր ընտրության համար է պատասխանատու հիմա կներեք էլի ես սենց մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ եթե ես կարողանալու եմ լիքը բողկեր ուտելուց հետո քյոլեմ քաղաքացուն որ գայելի ինձ ընտրի ուրեմն հալալ է ինձ ուրեմն կինոյի մեջի տղան ես եմ իսկ եթե քաղաքացին վերլուծելու ունակություն ունի տեսնելու ունակություն ունի լսելու ոչ թե այդպես զոմբիացած ինչ որ մի ուղղությամբ գնալու այդ քաղաքացին ասելու է ժողովուրդ ջան բայց Արտուր ջան դու չէիր այն մարդը որ ասում էիր չէ չեմ ուզում իշխանապողության հնարավորության տակ ստորագրեմ դու ես չէ բայց հիմա խեմ ես քեզ ընտրում ես ուզում եմ իշխանապողություն օրինակ խիպտի քեզ ընտրեմ դե ճպճպոցները իրանց ազգային ժողովի ճպճպոցները այդ ճպճպոցները շատ կհրամցնեն էլի ժողովրդին ասա տեսեք ինչ են կարել մենք ազգային ժողովում այս 5 տարվա հետո բացի ձայնալարերի վնասումից ուրիշ բան փոխվել է Նիկոլը տեղում ա եղել ձայնալարերն են վնասվել չէ ես ելի եմ ասում շատ տարբեր դերվակներ ազգային ժողովի այդ սուր հարցերից եւ այդ սուր հարցերի ոչ պակաս սուր պատասխաններից տեսել եմ ու իմ համար շատ ցավալի է եղել որ անդիմադիր падգամավորը ի վերջո սուս ամանում կամ ինչ որ sense անհոդաբաշխ ինչ որ ձայներ է հանում գորգռում է եւ այլ իմ համար դա անընդունելի է որովհետեւ ես ազգային ժողովը տեսնում եմ ավելի կշռադատված ու ավելի հաշվարկված հարց ու պատասխանի բայր որը որ ոչ թե կլինի ասենք ինչ ասեն չգիտեմ էքստրապոլյացիա արվի նախկինում իսկ այն ժամանակ եւ այլն այլ տեսնում եմ որ պետքա հենց հարցեր տալ որի պատասխանը նախկինի հետ կարա կապ չունենա ու նույնը ես տեսնում եմ որ պատճառաբանում են քաղաքական ուժերը որ ժողովուրդը փողոց դուրս չի գալիս որովհետեւ ժողովրդին չեն առաջարկում որևէ բան այո չեն առաջարկում օրինակ ես եթե որոշեմ որ ես գնում եմ օրինակ ազգային ժողովի որպես падգամավորի տեխնացու հաջորդ ընտրություններին իսկ ես չեմ բացառում որ հաջորդ ընտրություն լինելու է արտահերթ հերթական եւ այլն բնականաբար ես չեմ կանգնի երբևիցե այն քաղաքական ուժի կողքը որը որ էլի անցյալով է ապրում օքեյ որ այս գործող իշխանությունը շատերի սրտով չի բոլորը գիտեն սպանին թողին ցանկացած եթերից դա ասելով ինչ են փոխարենը առաջարկում օրինակ իմ առաջարկը լիովին տարբերվում է ասենք գործող առողջապահության նախարարի առաջարկից թե ապահովագրության առումով թե ուղեցույցների առումով թե գործալակարգերի առումով թե բժշկի իրավունքների ու պաշտպանվածության առումով իմ առաջարկը որը որ ես որպես ասենց ասեմ նախագիծ իմ համար սարքում եմ լիովին տարբերվելու է նրանից թե ինչա առաջարկվել մինչև այսօր լիովին տարբերվելու է նրանից թե ինչա առաջարկվել 21 թվականի ընտրություններին Ես իմ համար զուտ որպես նախագիծ իմ պլանների մեջ նշում եմ այդ ամեն ինչը, հաշվարկում եմ եւ այլն։ Մնացած ոլորտները ինչ են առաջարկում։ Քաղաքականությունը ինչ է առաջարկում։ Ով է ինչ որ հստակ առաջարկ անում, որ օրինակ, չգիտեմ, գնանք դառնանք միութենական պետություն կամ երբեք չդառնանք միութենական պետություն։ Դե միշտ քարոզարշավի ժամանակ այդ բառերն են, որոնք պետքա շոյեն մարդկանց ականջները։ Պետք չի շոյել մարդկանց ականջները։ Սովորաբար այդպես է։ Ես համոզված եմ։ Սուտ այնքան Ես համոզված եմ, որ ես երբեք չեմ լինելու ազգային ժողովի падգամավոր, որովհետեւ ես չեմ կարողանալու մարդկանց ասեմ, որ ամեն ինչը լավ է լինելու։ Չէ, ամեն ինչը պետքա փոխվի։ Այդպես էլ ասես արդեն մարդիկ չեն ընտրելու, որովհետեւ ասելու են, այս մարդը ասում է ջուրը տեղում է լինելու եւ գալու եմ այդ ջուրը ոչ մի բան չեմ կարողանալու անել, որպեսզի ջուրը պակասի, օրինակ։ Բժիշկ եմ։ Ես չեմ կարող։ Շատ կուզենամ որ ես չեմ կարա խափեմ մարդուն, ասեմ դու քաղցկեղ չունես, գնա ապրի։ Չէ, ես պետք է իրան ասեմ, որ դու ունես քաղցկեղային հիվանդություն, իր բուժումը ծանր է լինելու, մեծ վիրահատություն է քեզ սպասվում, որը անելու եմ ես ցավեր ես ունենալու վիրահատությունից հետո, որտեղ կտրվածքդ մեծ է ալնելու, որը էլի բուժելու եմ ես։ Հետո գնալու ես այլ մասնագետի մոտ, ով որ քիմիոթերապիա է անելու,
որից որ մազերտ են թափելու, որը որ ծանր է ստանալու։ Հետո բացառված չի, որ գնալու ես ճառագայթային բուժման։ Ես իրան անկեղծ ու արդար պետքա դա ասեմ։ Դա որ ստրես ու եթե դրա համար կան հոգեբաններ։ Իմ գործը որպես վիրաբույժ պացիենտի հետ մաքսիմալ բնականաբար աշխատելու ենք, որ ստրեսի մեջ չընկնի, բայց երբևիցե չենք խաբելու, որ ես գալիս եմ, որպեսզի քո քաղցկեղը վիրահատեմ, այս երկու հաբը խմի ու չվիրահատեմ։ Չեմ կարող այս պացիենտին ասեմ, արի մոտ բուժվի, ես քեզ վիրահատելու եմ ու ես իրան չվիրահատեմ։ Նույնիսկ ինձ ոչ ոք չի կարող ասի, մենք գնում ենք այս ինչ օրակարգով ու այդ օրակարգից շրջի։ Չէ, ինձ դա սուտ է։ Այդ փաստացի ինձ խաբել են։ Okay, փորձել են, չի ստացվել։ Հիմա ինչ որ փորձել են, չի ստացվել, չէ։ Ուրեմն կամ ավելի ավակ բժիշկին ես այդ պարագայում դիմում, ասում ես արի էլի այս պացիենտին որոշել եմ բուժեմ, բայց չի ստացվել մոտս։ Ավելի փորձառուին։ Կամ ավելի երիտասարդին ասում ես դու մի քիչ ավելի շատ ես վերապատրաստվել, արի լտես ոնց եք բուժում։ Կամ ասում ես պացիենտին, եղբայր, ես քեզ չեմ կարող բուժել։ Ես քեզ չի ստացվի իմ աշխատանքը։ Հիմա ես այդ արդարությունն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ ինձ ասեն, ցավը տանեմ, չեն կանելու, որովհետև այս ռասկլադը մեզ ձեռ է տալի, կամ չեն կանելու, որովհետև հայտնի անեկդոտը կա, չէ, որ ասում է Աստված մեկին ասում է ինչ ես ուզում, ասա, քեզ տամ, բայց հարևանիդ երկու անգամ ավել եմ անելու, ասում է մի աչքս հանի։ Հիմա չենք ստորագրելու իմպիչմենտի տակ, որտեղ հարևանի երկու աչքը պետք է հանենք։ Ինչ որ մի հատ հոդաբաշխ հիմնավորված որևէ կերպ հիմնավորված բացատրություն եմ ես ուզում։ Լսեմ, հասկանամ, ինչի օրինական մեթոդ է։ Ոչ ոք դրա համար չի բերելու ոստիկաններին, ասի ես մարդկանց ձերբակալեք եւ այլն։ Չի դա օրինական է, չէ՞։ Օրենքից դուրս չի գալիս։ Այսօր դրա հնարավորություն ունի միայն մանդատ ունեցող մարդը, ես ու դու չունենք, այո։ Եվ այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, կրկին հայտարարեց, որ եթե վաղը լինի ընտրություններ, ԿՊ-ն իր այսպես մանրապճեղ զանգվածով անցնելու է։ Եվ դուք հավատում եք, որ այս իրավիճակը, ինչ որ ունենք այսօր, 26 թվականին ԿՊ-ի հետ գնալով ընտրություններին ԿՊ-ն չի կեղծելու, չի ջարդելու, չի ծեծելու եւ մանդատ չի գողանալու եւ կրկին չի ընտրելու։ Գիտեք ինչն է հարցը, որ այլ բան է ես դրան հավատում եմ թե չէ։ Օրինակ ես չեմ հավատում։ Ասենք պատկերացրեք, ես ունեմ X ինֆորմացվածություն, չէ, ես ազգային ժողովում չեմ աշխատում, ազգային ժողովի падգամավոր։ Բայց մարդկանց հետ գոնե շփվում եք։ Չէ, ես այդ ներքին ինֆորմացիան, ներքին այդ կուլուարային խոսակցությունների բաներին չեմ տիրապետում։ Ես իրավունք ունեմ ինչ որ բանին, օրինակ հավատամ, հույս ունենամ, որ, չգիտեմ, Հայաստան կամ պատիվ ունեմ դաշինքից ինչ որ մեկը կասի, որ եկեք ընտրությունների չի կեղծվելու։ Բայց Նիկոլին չենք կարող հավատալ։ Ես կարամ հավատամ դրան։ Իսկ իրանք կարան հավատան դրան, ովքեր որ մի քիչ ավելի ինֆորմացված են, ովքեր որ այդ կուլուարային խոսակցություններին տիրապետում են, իրանք հավատում են, որ ընտրությունները չի կեղծվելու։ Ես մի ամիտ մարդ, ես քաղաքական մարդ չեմ։ Ես ոլորտային քաղաքականության մարդ եմ, իմ ոլորտը առողջապահությունն է, ես պատրաստ եմ ցանկացած նախագիծ, ինչպես իմ մասնավոր նախագծերը ծաղկացրել, աճացրել, սարքել եմ բիզնես, սարքել եմ հանրօգուտ բան, սարքել եմ, չգիտեմ, կրթական հարթակ, պատրաստ եմ ցանկացած առողջապահական նախագիծ այդտենց ծաղկացնեմ, սարքեմ, բայց ես քաղաքական մարդ չեմ իմ էությամբ։ Ու ես էլի եմ կրկնում, ես կարամ հավատամ քաղաքական գործչին, ով որ ասի, եկեք իմ հետևից մենք գնում ենք ընտրության։ Իսկ այդ քաղաքական գործիչը հավատալու է ինքը իր ասածին։ Տեսնելով այն ինչ որ կատարվում է, տիրապետելով կուլուարային խոսակցություններին, տեսնելով արձագանքները իրանց տարբեր այդ արտագնա ինչ որ տեղերից, ոնց էր դա գործուղումներից, հա։ Եվ 21 թիվեր ամենը տեսնելով պատերազմից հետո մարդիկ գնացել են ընտրել են։ Այդ ամենը տեսնելով ու բնակչությանը նոր բան չառաջարկելով։ Ընդ որում նոր բան դեռևս չի առաջարկվում։ Այո։ Միակ նոր բանը, որը որ առաջարկվել է կրկին ընդդիմադիր դաշտի կողմից, անկուստ, ինչքան գիտեմ, թե Էդգարը, թե Նարեկը անկուսակցական են։ Ինչքան ես գիտեմ։ Անկուսակցական մարդկանց կողմից է առաջադրվել ու չի առաջադրվել կոնկրետ հարելով ինչ որ քաղաքական ուժին։ Հիմա հա շատ տարբեր ինչ որ բաներ փորձում են պիտակներ կպցնել, ասում են պատիվ ունեմ դաշինքի հետ կապված, չգիտեմ, ասում են ինչ որ Հայաստան դաշինքի դեմ, ինչ որ է, այդ գլոբալ մեկնաբանությունները քաղաքական դաշտի իմ համար լրիվ երկրորդական են։
կա հնարավորություն փրկել պացիենտին։ Հնարավորություն, օրինական հնարավորություն, դրա գործիքակազմը ստեղ է, սարքավորումները ստեղ են, չխի չենք օգտագործում։ Այդ գիտեք, քաղաքական գործչի, ինչպես նաև վիրաբույժի մոտ այդ պահը կա, որ պետք է ռիսկի գնալ։ Ես իմ կարիերայում եղել են դեպքեր, որ ռիսկի գնացել եմ, վիրահատել եմ նենց բաներ, որոնք որ շատ տարբեր մասնագետներ ասել են, չէ, չենք վիրահատելու։ Ես վիրահատել եմ Փառք Աստծո, այդ մարդիկ մինչև այսօր ապրում են, մինչև այսօր լավ վիճակում են։ Այդ ռիսկի պետք է կարողանաս գնալ։ Եթե այդ ռիսկին չգնայք, իմ այդ մարդը վաղուց ինչպես քաղաքական գործչի, այնպես էլ վիրաբույժի մոտ, եթե չկա վճռականություն, իրենք կարան թողնեն այդ մասնագիտությունը։ Հիմա ես կրկին չեմ ուզում պիտակավորեմ, չեմ ուզում ասեմ լավն եմ, վատն են, չգիտեմ, սրա համար են անում, նրա համար են անում։ Ես ուզում եմ ուղղակիորեն որպես քաղաքացի լսեմ հոդաբաշխ պատասխան, ինչի չենք անում։ Դե նա ասում են փողոց։ Եվ իրոք է փողոցը երկրորդ էտապ կարա լինի, եթե падգամավորները չեն ստորագրում ու պետքա փողոց գեներացվի, էլ ինչի են պետք է այդ падգամավորները հարցսելի վերադառնանք սկզբնախ։ Կամ դուք սկսեք փողոցը ինքնըստինքյան։ Եթե դուք սկսում եք ու փողոցը չի գեներացվում, ինչ եք դուք կորցնում։ Հարց։ Նույն բանը մնում է, չէ՞, չի ստացվում իմպիչմենտը։ Փողոցը չգեներացվեց, մարդիկ ասեցին, զզվում ենք բոլորիցը, չեկան։ Բայց դուք չեք փորձում։ Դուք եթե փորձեք, կարող է փողոցն լինի։ Այսինքն ոնց որ պացիենտի հարազատին ասես, գիտես, ասենք, չգիտեմ, հայրդ մահանում է, կա մի հատ էքսպերիմենտալ մեթոդ, որը կարանք օգտագործենք, կամ օգնելու է, հայրդ ապաքինվելու է, կամ ավելի վատ չի լինելու։ Մնալու է նենց ոնց կա, ինքը մահանալու է, չգիտեմ, 2 ամսից։ Ու այդ որդու որոշումն է արդեն, ինքը գնա այդ էքսպերիմենտալ մեթոդին, թե չէ։ Հիմա սա կարանք համարենք օրինական էքսպերիմենտալ մեթոդ է, որ եթե ստորագրենք, կարող է փողոցը գեներացվի։ Եթե չստորագրենք, կյանքում չենք իմանա փողոցը կգեներացվի, թե չէ։ Բայց եթե չստորագրենք, մենք իմանալու ենք, որ մենք մեր հոր համար ամեն ինչ չի որ արել ենք։ Մենք շանս ունեինք անել ու չենք արել։ Ու այդ շանսի բաց թողելը, այդ փամփուշտի կրակելը, հավատացեք, իմ համար զուտ շատ մեծ նշանակություն ունենալու հետագա կողմնորոշման, թե էլի եմ ասում, իմ ընկերների հետ շփվելու մեջ նույնիսկ, որովհետև եթե իմ ընկերները ասեն, որ գիտես ինչ կա, արի այս մարդկանց ընտրի, որտեվ իրանք ինչ ունեն, ես ասելու եմ իրանք չեն կարողացել անեն այն ինչը իրանցից սպասել է իրանց ընտրողը, չեն կարողացել անել այն ինչը օրենքով իրանց ընձեռնված էր, օրինական մեթոդով, սահմանադրություն չխախտելով, ժողովրդական լեզվով ասած, սռոկի չգնալով, այդ մարդիկ չեն արել, ինչը իրանցից հասնում էր։ Ընդամենը դա եմ ասելու։ Ու ոչ ոք ինձ չի կարա համոզի, եթե իհարկե շատ լուրջ փաստարկված պատճառաբանություն չբերեն։ Ոչ ոք չի կարա ինձ համոզի, որ չգիտեմ, դրա առիթը չկար, փողոցը չէր գեներացվելու, Հիտլերը տեղում չէր, Պրագայում տեղ չկար եւ այլն։ Ասես շորսած բաներով չեն կարողանալ անել։ Պատերազմել կեղտոտ։ Հա, պատերազմել կեղտոտ էր։ Այսինքն, եթե չի ստացվում իմպիչմենտը, մնում է այն ինչ որ կա։ Դրանից ոչ ոք չի դժում։ Եթե ստացվում է իմպիչմենտը, դրանից շահում են բոլորը։ Եվ պարոն Գրիգորյան, շատ այսպես կարճ ձեր մասնակցության հետ կապված ընդդիմությունը ինչ հիվանդություն ունի, իշխանությունը եւ ժողովուրդը։ Եկեք, սենց ես ասեմ, դուք արդեն ինքնուրույն դասակարգ եք, էլի։ Օրինակ, ընդդիմությունը իպոտենտ է, թե չէ։ Չեմ ուզենա ամբողջ ընդդիմությանը մի ախտորոշմամբ ձևակերպել։ Լավ, ազգային ժողովի ընդդիմությունը։ Մասնակի, սենց ասենք, իշխանությունը քաղցկեղից բացի կամ ինչ-որ էպիդեմիայից բացի, նույնիսկ էպիդեմիա չէ, քաղցկեղածին պզուկ է, որովհետև էպիդեմիան ինքը տարածվում է, սա չի տարածվում, սա ընդհակառակը պարփակվում, փոքրանում է։ Ժողովուրդը ինչ հիվանդության։ Անտարբերություն։ Դա հոգեբանական շեղում է։ Անտարբերություն, որովհետև նոր բան չկա առաջարկելու։ Անտարբերություն, որովհետև այսպես ասած մարդիկ են ինչ-որ պետք է լսեին, լսել են, այն կոնդիցիայի, որ պետք է գային, եկել են ու շարունակություն չի եղել։
ոնց որ զույգի մեջ համբուրվեն ու շարունակություն չլինի։ Բայց պարտադրող որ երեխա պիտի ծնի։ Տխուր ամեն մեկը իր տուն գնա։ Այ մոտավորապես այդ վիճակն է, էլի։ Համբուրվել են, շարունակություն չի եղել։ Հիմա ես չեմ ուզում ընդդիմությանը պիտակավորեմ, կրկնում եմ, ոչ պատիվ ունեմ, ոչ Հայաստան դաշինքը։ Ես ավելի շատ ուզում եմ ակնկալեմ իրականում, որ այս 5 տարին ուղղակիորեն ասենց թոզ փչոցի չի եղել։ Բայց ամեն դեպքում փաստացի պատիվ ունեմի հնարավորությունը կար, պատիվ ունեմը ստորագրել է, 6 պատգամավոր են, 6-ն էլ ոնց որ թե ստորագրել են։ Պրետենզիա չունեմ, այդ մարդիկ չեն կարողանում ինքնուրույն իշխանափոխություն անեն, այդ մարդիկ պատրաստ են ստորագրեն ցանկացած բանի տակ, որը որ իրենց հասնում է, դա արել են այդ վերջ։ Հիմա Հայաստան դաշինքի պարագայում շատ կուզեմ տեսնեմ բոլորի ստորագրությունը, որտեղ ես համոզված եմ Հայաստան դաշինքում նույնքան հայրենասեր, նույնքան ազգանավեր մարդիկ են։ Հուսանք։ Ես ուզում եմ տենց մտածեմ, որովհետև այդ մարդկանց մեջ պատերազմի մասնակից կա, այդ մարդկանց մեջ, ասենք, լավ մասնագետներ կան, այդ մարդկանց մեջ Գեղամ Մանուկյանը կա, որ ասենք իր եղբայրը այսօր գերության մեջ է։ Ես անկեղծ ասեմ, Գեղամին էլ շատ հարգելով, շատ ուզում եմ հավատամ ու ուզում եմ տեսնեմ այդ մարդկանց աջակցությունը ու սատարումը։ Ու չեմ ուզում, իրոք, ես կարող եմ, չգիտեմ, այդպես բորբոքված ինչ որ ասել, այսի սենց են, նենց ինչ որ պիտակ կպցնեմ, ինչը ավելի է, ասենց ասեմ, գույները խտացնելու էս ամեն ինչի, բայց օքեյ, թող ջրերը պարզվեն։ Ինչ գնով։ Այդ պարզվելու ջրերը պարզվելու գինը որն է։ Այդ դրա մասին թող մտածեն մեր ազգային ժողովի բոլոր պատգամավորները։ Ես էլ եմ կողմ որ պարզվեն։ Իմ համար ջրերը պարզեն։ Ես ինչքան էլ ձեր եթերից կանգնում ու ասում եմ, ես չեմ ուզում պիտակավորեմ եւ այլն, ես շատ լավ տեսնում եմ ով ինչ է անում։ Անկախ նրանից, որ քաղաքական ելույթներ չեմ ունենում, որտեղ զուտ մասնագիտական ծանրաբեռնված եմ իմ նախագծերով, իմ աշխատանքով եւ այլն։ Ես այդ ամեն ինչը տեսնում եմ։ Ու դրվագներն է հերիքա, որպեսզի հասկանանք ջրերը ինչքանով են պարզ։ Եկեք զուտ ճիքա, տանկ այդ ճիքը լուծենք հարցը։ Մնացածը սա արդեն ընթացիկ կլինի։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։